Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր իմ հյուրը Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանն է, բարև ձեզ պարոն Խուրշուդյան։ Եվ այսպես նախորդ շաբաթ Գյումրիում տեղի ունեցավ նորընտիր ավականու առաջին նիստը, ավականու նիստի ընթացքում հնչած հայտարարություններին դեռ կանդրադառնանք, բայց ընտրության արդյունքը սպասելի էր ձեզ համար։ Ես ավելի շատ կուզենայի խոսել հետևանքների մասին, որտեղ այդ արդյունքները տարբեր կանխատեսումներ կային, բայց ընտրությունները վերհանեցին շատ խորքային խնդիրներ, որոնց մենք առերեսվելու ենք 1 տարի հետո խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ինչքան էլ որ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունների տրամաբանությունը մի քիչ այլ է, քան համապետական ընտրություններում եւ օրակարգերը, հիմնական խոսույթները եւ այլն, բայց համենայն դեպս որպես մոդել ինքը կիրառվեց բավականին վտանգավոր մի մոդել եւ դա է պետք վերլուծել, որպեսզի մենք կոտրած տաշտակի առջեւ մենք նկատի ունենք հասարակությունը, չկանգնի մյուս տարի խորհրդարանական ընտրությունների ընթացքում եւ հնարավորություն չտա նախկինների ռևանշը։ Հիմա տեսեք, երբ որ իշխանություններին ընդդիմադիր ուժերը նկատի ունեն ժողովրդավարական ընդդիմությունը մեղադրում է այն բանում, որ այս մոդելը անընդունելի էր, երբ որ թույլ տրվեց նախ կրիմինալը մասնակցի ընտրություններին։ Այսինքն ժամանակին չեզոքացվեց, դե ասում են, դե տեսնում եք Վանաձորում այդ Ասլանյանի դեպքը, երբ որ հետապնդվեց քրեական հիմքով, դա մեղադրանքների հիմք դարձավ իշխանությունների ուղղված, որ իբր ընտրված մարմնի հանդեպ ինչ որ բան է կիրառում։ Կներեք, բայց ինչ եք դուք լսում, ինչ որ տարատեսակ խամաճիկ ՀԿ-ների այդ թվում կամ խամաճիկ ուժերի քննադատությունը դա ձեր համար ավելի արժեքավոր է, քան ամբողջ հասարակության պահանջը կարգուկանոն հաստատել երկրում։ Ինչ տարօրինակ է։ Հետո մեդիա ռեսուրսների չարաշահումը, այսինքն Տիգրան Հակոբյանը, հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահը, վաղուց արդեն ասում է, որ այս կարգավորումները, որոնք որ այսօր առկա են, բավարար չեն։ Ընդ որում ինքը հենց հեղափոխությունից հետո առաջարկում էր եվրոպական հենց ստանդարտներ կիրառել, որոնք որ շատ դեպքերում բավականին խիստ են եւ ատելության խոսքի հանդեպ, ստվերային ֆինանսավորումների հանդեպ, զրպարտությունների ապատեղեկատվության տարածելու հանդեպ բավականին լուրջ մեխանիզմներ կա դրանք չեզոքացնելու, որոնք որ ապականում են քաղաքական մթնոլորտը եւ ընդհանրապես ներհասարական համերաշխությունը հերիք չի, նաեւ գործիք են դառնում օտար երկրների միջամտության։ Իսկպես ընտրություններում մենք նաեւ այդ խնդիրը տեսանք, թե ոնց է Ռուսաստանը շատ կոնկրետ միջամտում եւ հետո էլ որպես հաղթանակ տարած ուժ եկավ նստեց ավականու հետ հայտնի է նիստի ժամանակ ու ելույթ ունեցավ նույնիսկ բազայի ներկայացուցիչ ինչ գործ ունի թիմ ընտրություններում Ռուսաստանի բազայի ներկայացուցիչը ելնի ողջունի ելույթ ունենա եւ այլն եւ այլն կամ այն եկեղեցականը, որը որ միջև այդ կոչ էր անում ռազմական հեղաշրջման, զինված հեղաշրջման կոչ էր անում, ելի եկել նստել շնորհավորում էր Վարդան Ղուկասյանին։ Հիմա, այսինքն այդ արատները, այդ համակարգային արատները, որոնք գոյություն ունեն, իշխանությունը չվերացրեց միջև ընտրությունները, այսինքն ում պարտականություններ ապահովել, որպեսզի մրցակցությունը տեղի ունենա քաղաքական ուժերի միջև։ Հա, անկախ նրանից, որ այդ քաղաքական ուժերը կարող են իշխանության տեսակետից վտանգ ներկայացնել իրենցից, այսինքն կարող են այո, իշխանափոխության հիմք դառնան, բայց դա կլինի ժողովրդավարական իշխանափոխություն, այսինքն իշխանությունը կփոխանցվի մի ժողովրդավարական ուժից, որը որ գործող իշխանությունն է, մեկ այլ ժողովրդավարական ուժի, որտեղ եթե դու ժողովրդավարական ես, դա չի նշանակում, որ դու հավերժ պետք է իշխես, դա կարող է ժողովրդի եւ այդպես էլ հիմա կա, ոնց որ Գյումրի ընտրությունները ցույց տվեցին, հիաստափվի քեզանից։ Դա ժողովրդավարական լինել, ելի եմ ասում, հերիք չի անընդհատ ընտրվելու համար։ Հա, փառք ու պատիվ, որ չեք կեղծում ընտրությունները եւ գոնե այդ ինստիտուտը պահպանվում է, բայց այդ ինստիտուտը հիմա սկսել է ծառայել փաստացի, երբ որ մյուս արատները չեն վերացվել նախկիններին։ Այսինքն, տեսեք, Ազատ Արշակյանն ասաց, որ իշխանությունն այնպես պետք է անի, որ հանցագործները, կրիմինալները չկարողանան մասնակցել ընտրություններին։ Դուք եք դրա կողմ։ Ոչ միայն դա, այն ապօրինի կապիտալը, որը որ կուտակել են նախկինները եւ որը հիմա օգտագործում են ընտրությունների ժամանակ, դա եւս պետք է ավելի արագ տեմպերով, ավելի արագ դատաիրավական բարեփոխումներ անելու միջոցով այդ մարդկան ձեռքից այդ գույքը վերցնել, հա, կա օրենքը, որը շատ դանդաղ ընդունվեց, լավ, ինչ որ պատճառաբանություններ են բերվում, կովիդ էր, պատերազմեր եւ այլն, բայց հիմա ընդունվել է արդեն հակակոռուպցիոն դատարան կա, հակակոռուպցիոն քնչական այդ կենտրոնը կա, հա, եւ բոլոր այդ գործիքակազմը իշխանությունների ձեռքում են, վերջիվերջո մեր համանadrությամբ իշխանությունը գեր կենտրոնացած է վարչապետի ձեռքում, հա, եւ նոր համանadrության
բոլոր քննարկումների իմաստն էլ դա է, որ այդ անոմալ վիճակը պետք է փոխվի, որտեղ դա Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում էր, ինչպես ասում են, հա։ Բայց լավ, քանի դեռ դա չի փոխվել եւ այդ ամբողջ իշխանությունը կենտրոնացված է վարչապետի ձեռքերում, ինչի հնարավոր չի այդ իրավապահ մարմինները ավելի մեծ վերահսկողության տակ պահել, դատա իրավական համակարգ, այդ կան դատական դեպարտամենտը եւ այլն, որը այսօր շատ դեպքերում միջամտում է նաեւ որոշ գործերում, որտեղ որ կադրային բարեփոխումների հարցեր են առաջանում, որ պետք է իրականացվեն, բայց ասենք այդ հին կադրերը, որոնք որ շատ դեպքերում եւ տեղերում եւ այսօր նաեւ ԿՊ-ի շրջանակներում ձևավորվել են հին կադրերից բացի նաեւ նոր, այսպես բավարարականի մեծ ախորժակ ունեցող, այդ թվում ֆինանսական առումով ախորժակ ունեցող մարդիկ են հայտնվել, իրենք սերտ կապերի մեջ են դատական դեպարտամենտի հետ, որ եթե նույնիսկ այդ համակարգի ներսից օրինակ բողոքներ են հնչում, ձայներ են հնչում, որոնք որ բացահայտում են տարբեր իրավախախտումներ, չարաշահումներ պետական համակարգում, ուրեմն այդ մարդկանց հերիք չազատում են աշխատանքից, ուրեմն անտեսելով որ կա ազդարարման մասին նույնիսկ սկզբունք, հա, որը որ իշխանությունները ընդունել են եւ Նիկոլ Փաշինյանն ինքն է կոչ արել, որ եթե լավ քաղաքացի ես, դու պարտավոր ես, եթե տեսնում ես այդպիսի չարաշահումներ քո շուրջ, դու էլ պետական համակարգի մաս ես, բարձրաձայն ես դրա մասին։ Ով որ բարձրաձայնում է գործից հանում է հերիք չէ, նույն բանի պետական վերահսկողական ծառայության օրինակ, հա, այդտեղ լավագույն մասնագետներից մեկին հանեցին միայն այդ բարձրաձայնումներից համար հերիք չի, հիմա հետապնդում են դատական ճանապարհով, հա, այս ամեն ինչը փոխանակ քննարկման առարկա դառնա, երբ որ ահազանգվում է հասարակական տարբեր գործիչները, ես մի հարց եմ ահազանգում, 1000 ուրիշ մարդիկ ուրիշ բաներ են ահազանգում, փոխանակ քննարկման առարկա դառնա, հետևություններ արվեն եւ հաշվի առնելով որ արխիվում ընտրություններ են, հա։ Այո, եւ այդ դժգոհությունը նաեւ, դա էլ ուրիշ խնդիր է, չէ՞, այդ դժգոհությունը մարդկանց օթում չի առաջանում։ Այդպիսի ամեն դրվագ, ինչքան ուզում եք PR արեք, ինչքան ուզում եք ցույց տվեք ձեր նաև լավ աշխատած, հա, ինչ որ լավ բաներ էլ արվում, բայց դա բավարար չի, եթե մարդիկ տեսնում են ինչ անարդարություններ է կատարվում, չարաշահումներ են կատարվում եւ դրանց դեմը չի առնվում, դա բերում է դժգոհության։ Եվ Գյումրիում այ մյուս մոդելի մյուս բացասական կողմը ինչու եմ ես տեսնում, որ իշխանությունը որոշեց, որ այս սև ու սպիտակի տարբերակով գնալով կարելի է այս անգամ եւս հաջողել, ոնց որ Երևանի ավականու ընտրություններում եղավ դեռ 18 թվականին, պարոն Խուրշուդյան, սև ու սպիտակ ինչ որ ճամբարների բաժանում, բայց երբ որ Նիկոլ Փաշինյանը հենց առաջի օրերին դեռ չէր սկսվել պաշտոնական իդեպ ընտրարշավը հայտարարեց հենց Գյումրիում, որ բոլոր մնացած ուժերը, ովքեր որ առաջադրվել են ԿՊ-ից բացի, բոլորը առաջադրվել են իրենց թալանածը փրկելու համար։ Այսինքն դրանով միանգամից հավասարացվեցին նաև Եվրոդաշինքը, որը Լևոն Բարսեղյանն էր առաջադրել, որոնք որ թե Եվրոդաշինքի անդամներ, թե Լևոն Բարսեղյան հատկապես իրենց ամբողջ կյանքը պայքարել են այդ թալանի դեմ։ Հիմնական ուժերն էր, որովհետև մենք այստեղ հիմա շատերն ասում են, որ այն ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում, դա կարծես թե կրիմինալի կամ նախկիների վերադարձ է նշանակում։ Դե եթե իշխանությունը այդ մեթոդաբանությունն է կիրառում, որ գուցե նաև մյուս ընտրություններին խորհրդարանական ցույց տալով Գյումրին վախացնի ժողովրդին, որ տեսեք, էլի այլընտրանքը նախկիներն են, եթե մեզ չեք ընտրում, էլի նախկիներն են գալու, այդտեղ իդեպ անընդհատ մեղադրում են նաև տարբեր իշխանական կողմնակիցներ, որ դե Եվրոդաշինքը ինչքան էլ ուզում է լավը լինի, ինքը այդքան ռեսուրս չունի, ինքը չի կարող այլընտրանք հանդիսանալ եւ այլն, բարև ձեզ։ Այսինքն իշխանության պարտավորությունն էր, որ այդ ռեսուրսները թալանչիների ձեռքից վերցներ, որ թույլ չտար այդ թալանչիները կուսակցություններ ստեղծեն, պրոքսիներ ստեղծեն, մեդիաներ ստեղծեն, ֆինանսավորեն ու այսպիսի քաղաքական դերակատարություն ստանձնեն։ Հերիք չի դա տապալել է, իսկ գուցե հենց միտումնավոր, որպեսզի այլընտրանքը միշտ լինեն նախկիները, ում հեշտ է միշտ հաղթել, չնայած էլի կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Իրենք էլ են մտածում, որ հեշտ է հաղթել, Գյումրիում ցույց տվեց, որ այդքան էլ հեշտ չի եւ կարող են իրենք համախմբվելով ուրիշ լուծում առաջարկել իշխանությանը, հա, եւ հիմա դա գուցե օգտագործեն մյուս խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որպեսզի ժողովրդին էլի վախեցնելով, որ տեսեք, իդեպ իմ այսպես տպավորությունը, երբ որ ես մոնիտորինգ եմ անում նաև տարբեր քայլերի իշխանությունների եւ այլն, տպավորությունը, որ այս անգամ ԲԲ է նշանակված Սերժ Սարգսյան, հա, նախկինում Ռոբերտ Քոչարյանն վախեցնել, բայց այդուամենայնիվ նույն գյումրեցիների մեծ մասը, ու չեմ կարող ասել մեծ մասը, բայց ամեն դեպքում Վարդան Ղուկասյանին շատերն ընտրեցին եւ նա եղավ երկրորդ հորիզոնականում կամ այնտեղ Մարտուն Գրիգորյանը, այսինքն այստեղ այդ նույն վախեցնելն է մի քիչ կասկածի տակ դրվում, որովհետև մարդիկ չգիտեմ ինչպես ստացվեց, որ Վարդան Ղուկասյանը եղավ երկրորդ տեղում այն դեպքում, երբ տարիներ առաջ բողոքում էին, որ Վարդան Ղուկասյանը, չգիտեմ, ամենավատ քաղաքապետն է։ Որտեւ իշխանությունները սխալ են հաշվարկում, երբ որ թերագնահատում են ժողովրդի դժգոհությունը իրենց վարված քաղաքականությամբ։ Ես ընդհանրապես մի քանի դրվագ բերեցի այդ չարաշահումների, որը որ փոխանակ վերացնեն դրանք, հովանավորում են մի բան էլ, ինչը թե իրենց կողմնակիցներն են, իրենց հավատարիմ ինչ որ ուժեր են եւ կադրեր են,
փոխանակ այդ ամեն ինչը անելու, իրենք ասում են, դե ոչինչ, PR-ի միջոցով, քաղաքական տեխնոլոգիաների միջոցով, ոչինչ որ ժողովուրդը դժգոհ է, մեկ է մենք կհաղթենք։ Չէ, այդպես չի լինելու, խորհրդարանականում այդպես չի լինելու։ Եվ մյուս կարևոր խնդիրն է, որ գոնե այլընտրանքը եւ այլընտրանքային ուժերը, ես նկատի չունեմ միայն Եվրադաշինքը, որ այս անգամ մասնակցեց միակն էր ըստ էության այլընտրանքային ժողովրդավարական ուժ այդտեղ մասնակցած, եւ խորհրդարանական ժամանակ կարող է շատ ավելի ուժեր լինեն, որոնք որ թալանչիների հետ կապ չեն ունենա, բայց այլընտրանք կառաջադրեն, որպեսզի նրանց հələ մի բան էլ ուժեղացնի իշխանությունը, հələ մի բան էլ ավելի հանրային ռեսուրսներ տրամադրի, այդ թվում հանրային հարթակներ տրամադրի։ Հիմա ես երբ որ մոնիտորինգ եմ անում շատ էլ եմ ասում այդ քայլերը եւ այլն, տպավորությունն է, որ հիմա էլ որոշել են որպես ավելի հեշտ այսպես հաղթելու պարտներ, այսպես սպարինգ պարտներ, իրենք ընտրում են Սերժ Սարգսյանին եւ այդ ուժին, չնայած ինչով է տարբերվում որպես թալանչի Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից, ես շատ չեմ պատկերացնում։ Միակ բանը կներեք, որ ասենք Ռոբերտ Քոչարյանը ավելի շատ այդ սպանությունների մարտի 1 հոկտեմբերի 27-ը ծանրացած էր այդ մարդասպանությունների այդ շլեյֆով, իսկ Սերժ Սարգսյանը ուղղակի ավելի այսպես ստոր ինչ որ մեթոդաբանությամբ էր ամեն ինչ իրականացնում, ավելի կեղտոտ քաղաքականություն կներեք, քանց իր օրոքեր ես չեմ հիշում որևէ մեր նախկին, այո, Սերժ Սարգսյանի օրոք։ Ուզում ասեմ իմ համար տարբերություն չկա եւ եթե իշխանությունների մոտ այդպիսի մարտավարություն է ձևավորվել, ես դա շատ վտանգավոր եմ համարում մյուս մեր 4, այսինքն մյուս տարի երբ որ ընտրվեց խորհրդան, դրանց հետո 4-5 տարիների այդ բանի համար։ Լավ, գյումրեցիները ինչու չընտրեցին կամ ինչու այդքան շատ քիչ ձայներ ունեցավ Եվրադաշինքը։ Լևոն Բարսեղյանին բոլորը ճանաչում են, գիտեն, ինչու ամեն դեպքում չընտրեցին։ Մանավանդ որ մենք գիտենք, որ այս վերջին տարիներին դեպի արևմուտք այդ քարոզը շատ ավելի ակտիվ է տարվում եւ ավելի ճիշտ է բացատրվում մարդկանց, որ մեր տեղը ամեն դեպքում արևմուտքում է։ Լևոն Բարսեղյանի կոնկրետ անձի նաև հանդեպ կիրառվեց կոնկրետ սև PR։ Ընդ որում կիրառվեց թե նախկինների պրոքսիների իրենց բաների կողմնակիցների կողմից եւ հենց ամիջականորեն իրենց կողմից, այդ թվում անձամբ Վարդան Ղուկասյանից սկսած անձերի պայքար էր, ոչ թե գաղափարների։ Ցավոք սրտի թեմ ընտրություններում այդ անձերի, այո, նշանակությունը շատ ավելի մեծ է, որովհետեւ Եվրոդաշինքը չէր կարող եվրոպական օրակարգով հանդես գալ թիմ ընտրություններում Գյումրիի, որտեղ այնտեղ կոնկրետ Գյումրիի խնդիրներ կային, որոնք որ քիչ էին առնչվում արտաքին քաղաքական օրակարգերի հետ։ Դրա համար էլ եւ դա ճիշտ մարտավարություն էր, որ հիմնականում Գյումրիի խնդիրներից խոսեց Եվրադաշինքը, բայց ամենայն դեպս մենք տեսանք, որ այդ սև PR-ը եղավ թե նախկինների կողմից Լևոն Բարսեղյանի եւ Եվրադաշինքի հանդեպ եւ թե ԿՊ-ի կողմից, որոնք որ իրար հետևեց այնց հերթով ասում են, որ բոլորը միավորվել են Թալանը փրկելու համար, բոլորը միավորվել են մի ուժ են համարյա նույն տարբեր բաներով, դեմքերով, ԿՊ-ի դեմ եւ այլն։ Այդ սև PR, երբ որ երկու կողմից գնում է, ընդ որում երկու կողմն էլ ունեն հսկայական մեդիա ռեսուրսներ, բուկլետներ են տպում, հակաեվրոպական։ Հետո ենք իմացել, որ ընդհանրապես կապ չունեցող թիմ ընտրությունների հետ ուղղակի վախեցնելու համար նաև Եվրոպա անունը նույնիսկ բանանելու, հա, վարկաբեկելու եւ այլն, հակաեվրոպական բուկլետներ են տպել տարածել, որ հանգարց այդպիսի ուժեր կան, այնտեղ նախընտրական չէր դրա համար անուն չէր շեշտվում, բայց եթե Եվրոպամետ ուժեր որևէ տեղ Հայաստանում հաջողության հասնել, կգան բազան կփակեն թուրքերը կհարցակվեն մեր վրա, չգիտեմ, ընտանիքները կոչնչացնեն, գեերը կգան, բոլորը գեյ կդառնան, այսպես նիստի ժամանակ նաև հայտարարեց ավականու, որ եթե ռուսները չլինեին, այս 29800 քառակուսի կիլոմետրն էլ չէին կունենա։ Այսինքն այդպիսի հայտարարություններ կամ այն, որ մենք միութենական պետությանը կողմ ենք Բելարուսի օրինակով, այդ հայտարարություններն արդեն ավականու անդրանիկ նիստի ժամանակ հնչեցին։ Տվյալ անձնավորությունը ուղղակի խամաճիկ է Ռուսաստանի, չնայած այսպես մի օր մի բան է ասում, մի օր մի բան, հետո էլ տեսավ ինչ ալիք բարձրացավ իր այդ ռուսամոլության պատճառով, ու ինքը սկսեց հակառակ բաներ ասել, թե ես ռուսներից պահանջեմ Ղարսի պայմանագիրը վերանալ, բայց ինչ-որ ցեքիաթներ, չգիտեմ, ինչի է իրան երևակայում, որ ինքը կարող է ինչ-որ արևմտյան Հայաստան վերադարձնել, ինչ-որ Ղարսի գդիրեր վերադարձնում, չգիտեմ ինչեր էր վերադարձնում, այսինքն պոպուլիզմի ամենաէժան տարբերակը, բայց չեմ էլ կարծում, գիտես, որ դա է ազդել այն 20%-ի վրա, որ գնացին իրեն ընտրեցին։ Դա զուտ էլի եմ ասում, դա ցանցային մեխանիզմ է աշխատել իր թաղի, ինչ որ անձնական կապերի, դե քաղաքներում հատկապես դե Գյումրին էլ այդպես շատ մեծ քաղաք էլ չի, մանավանդ հիմա ահագին սակավամարդ էլ դարձել է, այնտեղ այդ մեխանիզմները աշխատում են, դա իդեպ ինքը այդքան շատ էլ չհավաքեց։ Ուղղակի այնպես ստացվեց, երկրորդը ինքը դարձավ եւ ստիպված են մնացածը իր շուրջ համախմբվեցին են քրյա օլիգարխիայի այն մնացած ներկայացնող այն 4 ուժերը, հա, 3 ինքն էր 4-ը։
Բայց մենք տեսնում ենք, որ այս վերջին этаպում բարբերաբար ասում են, որ Քոչարյան, Սերժ Սարգսյան ինչ որ հակամարտություն կա, անգամ հերրակա բանավեճ կա, թիմակիցների այս ստատուսային բախումներն ենք տեսնում, բայց այնտեղ տեսանք, որ Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը փաստորեն եկան ընդհանուր հայտարարի եւ դա կարող էր լինել արդյոք առանց Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համաձայնության։ Անմիջապես ընտրություններից հետո երբ որ էլի նույն ԿՊ-ն իր բոլոր այդ լրատվամիջոցներով, իր падգամավորներով ասում են, չէ, հնարավոր չի, այս ուժերը իրար հետ չեն միավորվում, էլի նույն սխալ հաշվարկը։ Ես բառացի ասել եմ, հենց հաջորդ օրը, երբ որ այդ արդյունքները արդեն པարզ են, մոռացեք այդ հակասությունները Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի միջև։ Չեմ ասում դրանք չկան, բայց դրանք այնպեսին չեն, որ ձեր դեմ եւ իրենց թալանը փրկելու համար, այստեղ այո, իրենք իրենց թալանը փրկելու համար իրենք չհամագործակցեն, չմիավորվեն։ Եվ իրենց ներկայացնող ուժերը այդքանի գլխանի դարձան, որ նրանց տերերը իրանց ասեն, սենց պետք է անեք ու իրենք այտենց չանեն։ Հնարավոր չի, ես ասացի միանշանակ միավորվելու են եւ այո, Վարդան Ղուկասյանին ընտրելու են քաղաքապետ։ Բայց նաև հիշում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ բավական պրագմատիկ թիմով մասնակցելու է 2026-ի ազգային ժողովի ընտրություններին։ Տեսեք, մի կողմից ասվում է, որ պետքա թալանած, այսպես ասած, ձեռքներից վերցրած լինեն կամ մեդիա ռեսուրսները վերահսկվեին, բայց մենք տեսնում ենք նաև այն, որ պրագմատիկ թիմով մարդիկ պատրաստվում են մասնակցել ընտրություններին, այսինքն այս դեպքում ինչ անել, հնարավորություն չտալ մասնակցելու։ Գիտեք, ԿՊ-ի ներսում ժողովրդավարության մասին բավականին աղավաղված պատկերացումներ կան։ Ես սկզբից երբ որ ասացի, որ Տիգրան Հակոբյանը նույնիսկ օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել օրենքի քննարկման ժամանակ առաջարկում էր դեռ 19 թվականի մասն եմ ասում, երբ որ հանձնաժողովի նախագահն էլ Մխիթար Հայրապետյանն էր, հա, որ հիմա բարձր տեխնոլոգիաների հանձնաժողովին ինքն է պատմել դեպ, Տիգրան Հակոբյանն է պատմել հարցազրույցներից մեկի ժամանակ։ Ու երբ որ ինքը եկել է ասել եկեք մի քիչ սահմանափակումներ տնենք, որպեսզի կարգավորենք, ընդ որում ասել է բերենք բառացիորեն եվրոպական ստանդարտներին համապատասխանող բաներ։ Եվրոպայից վերցնենք, ինչ են իրենք, ոնց են կարգավորում, բերենք դնեն։ Մեր ԿՊԱ-ականները Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ ասել, չէ, դա հակաժողովրդավարական է, մենք չենք կարող այդպիսի խտրական, սահմանափակող բաներ մտցնել, ոնց կարելի է, մենք ժողովրդավար ուժ ենք։ Հիմա այսինքն դուք ինչ եք առաջարկում, ինչ պետք է անել 2026 թվականի ընտրություններին Պետք է հրատապ կարգով ռեֆորմներ իրականացնել, սկսած մեդիա կարգավորումներից, ստվերային ֆինանսավորում չի կարելի թույլ տալ որևէ մեդիայի։ Այսինքն ինչ են շնորհակում մի հսկայական լրատվական բան պահում է տասնյակ լրագրողներ եւ այլն, այնտեղ մի քանիսը եթե գրանցված են լավ է ու հսկայական աշխատավարձեր են տալիս, որից չնչին մասն են մենակ ցուցադրում, սևով վճարում են այդ որտեղից այդ գումարները եւ այդ ամբողջը պետք է վերջիվերջո իրավապահ մարմինները դրանով զբաղվեն եւ մի շառը գցեք քաղաքասարակության վրա, թե դուք սկսեք մեզ քննադատել, թե մեդիային ճնշում եք։ Ոչ, կրիմինալին ճնշեք, մեդիային մի ճնշեք։ Օրինական դաշտում աշխատող մեդիաները իհարկե պետք է անձեռնմխելի լինեն, բայց եթե կրիմինալ է դրանք, իսկ դա կրիմինալ է, սևով աշխատող, սև փողով աշխատող, ցանկացած լրատվամիջոց, ցանկացած լրագրող, ել չեմ ասում ատելության խոսք տարածող, հա, անվերահսկելի, այդպիսի բաները պետք է սահմանափակվեն, այդ ինչ եվրոպական ստանդարտ է։ Թալանածը հետ վերադարձնելու համար նույնը դա, իրավապահ մարմինները պետք է ավելի ակտիվ աշխատեն, ավելի պրոֆեսիոնալ աշխատեն, չեն կարողանում հանեք փոխեք։ Մի ռես փոխեցին, վարչապետը քանի իրավապահ մարմնի ղեկավարների փոխեց։ Հիմա մի քանի տեղ ինչ որ որոշ արագացում նկատվում է, հա, օրինակ հարկային մարմիններում, եթե հնարավոր էր շուտ փոխել Բադասյանին եւ դրա արդյունքում հարկային դաշտը մի քիչ բարելավի, իսկ տեսանելի է, որ վարչարությունը գոնե բարելավել է, նոր նշանակած ազգանունը չեմ հիշում, ուրեմն նշանակած պետնախագահի կողմից։ Հիմա այն իրավապահ մարմինների փոփոխությունը, չգիտեմ ինչ դրական կամ բացասական արդյունքների է բերել, որտեղ այդ ոլորտում այդքան չեմ հետևում, բայց տեսանելի է, որ այդ ապօրինի գույքի բռնագանձումները չեն իրականացվում այն տեմպով, որը որ պետք է։ Դատական համակարգը եթե պետք է ավելացրեք դատավորներ, քննիչներ են պետք է ավելացրեք քննիչներ, չի հերիքացնում պրոֆեսիոնալիզմն ու կարողություններ։ Բերեք արտասահմանից վարձեք, ոչինչ։ Մի քանի միլիոն դոլար ավել տվեք, այդ մի քանի միլիարդ դոլարը հետ բերեք։ Այսինքն ամեն դեպքում ընտրություններից առաջ, ինչպես դուք եք ասում, բարեփոխումներ պետք է լինեն եւ թալանածը հետ բերելու եւ մեդիա ռեսուրսները վերահսկելու առումով, որպեսզի այդ ատելության խոսքը, այդ ապատեղեկատվությունը չտարածվի։ Այդ մեկ եւ երկրորդը իշխանությունը պետք է իր մեթոդաբանությունը սև ու սպիտակ վերացնի, պետք է հրաժարվի դրանից եւ ինքը բանավիճի մեջ պետք է մտնի բացառապես ժողովրդավարական այլընտրանքային ուժերի հետ։ Նույնիսկ եթե վտանգ կա, որ այդ ուժերը կարող է իրենց իշխանությունը վերցնեն։ Այսինքն բանավեճի մեջ չպետք է իշխանությունը մտնի նախկին ուժերի հետ, նախկին
նախագահներին պատկանող քաղաքական թիմերի հետ։ Այո, հիմնական ընդդիմախոս ինքը իր համար չպետք է նշանակի նախկիններին, այդ եմ ասում։ Երբ որ ասում եմ Սերժ Սարգսյանն նշանակում են բոբո, անձամբ իրեն պարտադիր չի, որտեղ ինքը իր դեմքով կարծես չի ուզում հանդես գալի տարբերություն Ռոբերտ Քոչյանի, այլ իր պրոքսիներին են այսպես նաև որպես սպարինգ պարտներ ընդունում։ Դա նշանակում է սև սպիտակի մեթոդաբանությամբ գնալ։ Իսկ իրենք պետք է եմ ասում, մաքսիմալ անտեսեն այդ ուժերին եւ հետապնդեն իրավական տեսակետից այն բոլոր ապօրինությունները, որ նրանք արել են, այդ թվում ապօրինի գույքի բռնագանձումով, ապօրինի այդ լրատվական գործունեությամբ եւ այլն, եւ զուգահեռաբար ժողովրդավարական ընդդիմադիր ուժերի, ես ելի եմ ասում, պարտադիր Եվրադաշինքին չեմ ուզում ասել, ես աջակցում եմ Եվրադաշինքին, բայց այլ ընդդիմադիր ժողովրդավարական ուժեր էլ կան եւ կարող են ի հայտ գալ։ Դրանց հետ բանավեճ լինի, որպեսզի քաղաքական դաշտը, մեդիա դաշտը լցվի քաղաքական տեքստերով, ոչ թե իրար հայոյելով, իրար անպատվելով, դու սրիկա ես, դու դավաճան ես, դու թուրք ես, դու ես ինչ ես, դու այն ինչ ես, ու այդ դրանով արդեն քանի տարի մենք կերակրվում ենք։ Այդպիսի քաղաքական դաշտ չենք կարող կառուցել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։